Սիրելի հավատագիցներ, սիրելի հայրենիներ, ողջունենք ձեզ մեր Փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Ողջունենք բոլոր անոնք, որոնք հետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN Get TV միջոցով։ Ուր որեք Աստված օրհնե ձեզ, առողջ բահե, հավատքով բահե եւ գիտենք բավական անցեր նաեւ համացանցի միջոցով հետևին մեզի Ավստրալիայեն, հետևին մեզի Հայաստանեն, Միջին Արևելքեն, Եվրոպաներ, միշտ հիշեցեք Աստծո օրհնությունները, բարիքները եւ նաեւ ձեր բադոհանները ադենը մեմը սրբեցեք, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսի արևը ոչ թե շաբաթը մեկ օր ամեն օր ներս մտնե։ Իր մով լուսավորված հաղթական կյանք ապրենք։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրակի, կանք եւ միասին զասված պաշտենք, մեծարենք Երդասարդ զույգերը իրենց հանդիպումը կունենան այս ամսվա վերջի գիրակին, եկող գիրակի ժամը 10-ին, երդասարդ զույգեր, այսինքն 20-30 տարեկանոց զույգեր, ամուսնացողներու հատուկ ծրագիր մնե, եթե ունի կանցեր, կաչալերեցեք որքան, իսկ Ռանալդ Ռեգանի ծրագիրը պաշտամունքեն ետքիչ մանրամասնություններ կդրվի ցեզ նաև այս ծրագրի առընչությամբ։ Եվ այս բոլորին մեջ գաղաչենք, կխնդրենք, աղոթքի մեջ հիշեցեք ձեր եկեղեցին։ Առանց Աստծո առաջնորդության Սուրբ Հոգին զորության եկեղեցին եկեղեցի չլար։ Պետք ունենք աղոթքի զորության եւ կաչալերանքին։ Աղոթող ենք ձեզի համար, աղոթեցեք մեզի համար եւ Տերը բահաբան մեր բոլորին։ Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտանք քանի մվարգյան ետք Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ երկու հատված կա այս գլուխին մեջ 24-30 եւ ապա ետքը 36-43 համարները։ Ինչպես գիտենք, Տեր Հիսուս միշտ գխոսեր մարդոց կյանքեն, մարդոց առօրյայեն։ Եվ կարծեք գապված էր եւ գխոսեր այն հողեն, որու վրա գքալեր։ Այսինքն չեր խոսեր Եվրոպայի կյանքին մասին, գխոսեր Միջին Արևելքի կյանքին մասին, ուր ինք հոն գապրեր, ուր ինք հոն գքալեր։ Ուրեմն գխոսեր ժողովուրդին կյանքեն, հողեն առնչված։ Նկատի գարներ Աստծո ստեղծած բնությունը եւ բնութենեն գսորվեցներ։ Մարդոց գահայտներ ստեղծիչ Աստվածը, որ միևնույն Աստվածն էր, որ զինք աշխարհրկեց։ Ինչու՞։ Որբեսի աղքատին բարի լուրը տա։ Խուլին լսողություն, աչազուրգին դեսողություն, փանդարգյալին ազատություն, հիվանդին բժշկություն, հավատացյալին հավիտենական կյանք։ Դգարը գզորանա, հուսահատը հույսով գլեցվի։ Եվ Տեր Հիսուս քալելով քյուրեկյուր քաղաք, ադեններ առանցին, ադեններ մարդոց մով շրջապատված, գհանդիպի աղքատին, ինգածին, հիվանդին, սքավորին, հուսահատին, լքյալին, թե գլսե անոնց եւ թե իշխանությամբ կխոսի եւ գսորվեցնե անոնց։ Ուրեմն այս հատվածը Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ 24-30 համարներու մեջ կտեսնենք Տեր Հիսուս կպատմե ցորենի եւ որոմի արագին մասին։ Ետքը 36-43 համարներուն մեջ կբացատրե երկնքի թագավորությունը այս արագով։ Ուրեմն այս արագ ունի երկու բաժին։ Առաջին բաժնին մեջ պիտի գարտանք 24-ին մինչև 30-րդ համար։
ուրիշ արագ մնալ Հիսուս փերավ եւ սավանոնց։ Երկնքի թագավորությունը նմանեցավ մարդումը, որ իր արդին մեջ բարի սերմ ցանեց։ Երբ մարդիկ կքնանային, իր թշնամին եկավ ու ցորենին մեջ որոմ ցանեց եւ քնած։ Երբ խոդը փուսավ ու բդուղ փերավ, անգե հետո որոմնալ երևցավ։ Ուստի դանդիլոջ ձարաները մոտեցան ու իրեն ասին. Դեր, չէ որ դու քո արդիդ մեջ բարի սերմ ցանեցիր, ուրեմն որոմը ուրգե է։ Անիգա սավանոնց, թշնամի մարդմը ըրած է ադիգա։ Ձարաները իրեն ասին, հիմա գուզես, որ երթանք զանոնք քաղենք։ Անալսավ ոչ։ Չլա թե որոմը քաղած ադենիդ ցորեննալ անոր հետ փրցնեք։ Թող դվեք, որ երկուքնալ մեկդեր աջին։ Մինչև հունցքի ադենը։ Եվ հունցքի ադենը հնցողներուն պիտի ասեմ, առաջ որոմը քաղեցեք, խուրց գաբեցեք այրելու համար, իսկ ցորենը իմ ամբարս ժողվեցեք։ Երկրորդ պաշտին մեջ գտեսնենք դեր Հիսուս արագը գմեկնապան է, գբացած է։ Եվ արագին բացածությունը, մեկնաբանությունը գտեսնենք 36-րդ համարեն ետք ուր գգարտանք։ Երբ Հիսուս ժողովուրդը թողուց դունը քնած։ Ժողովուրդին բատմեց արագը։ Արագին մեկնությունը ժողովուրդին չեր որ աշակերտներուն էր։ Դուն քնած իր աշակերտները մոտեցան իրեն ուսին, արդին որոմներուն արագը մեկնեմեսի։ Անալ պատասխան տվավ ու սավանոց։ Դեր Հիսուս գպատասխանե հիմա աշակերտներուն։ Բարի սերմը ցանողը որդին մարդո է։ Արդը աշխարհն է։ Բարի սերմ թագավորությանը որդիներն են։ Բայց որոմը չարին որդիներն են։ Թշնամին, որ զանիգա ցանեց, սատանան է։ Եվ հունցքը աշխարհիս վերջն է։ Ու հնցողները ռեշտակներն են։ Արդ ինչպես որ որոմը գժողվի ու գրագի մեջ գայրվի, աշխարհիս վերջն ալ այնպես պիտի լա։ Որդին մարդոյի ռեշտակները պիտի ղրգե ու պիտի ժողվեն անոր թագավորութենեն բոլոր կայտաղությունները եւ զանոնք, որ անօրենություն կգործեն։ Ու գրագի հնոցին մեջ պիտի ցկեն զանոնք, հոմ պիտի լալ ու ակրաներ գրջտել։ Այն ադեն արևի պես պիտի փայլին արդարները իրենց հորը թագավորության մեջ։ Եվ դեր Հիսուս վերջացնել է ետ կսե, անոր լսելու ագանջ ունի, թող լսե։ Հետաքրքրական է, երբ դեր Հիսուս կսե, անոր լսելու ագանջ ունի։ Ամեն մարդ գրեթե ագանջ ունին։ Բայց լսող ագանջ Եվ գամ ագանջտեր գան գմտնե եւ գելլե, չի մնար։ Դեր Հիսուս կսե անոր ագանջ ունի, թող լսե։ Սրելիներ, արդին դերը, որ բարի սերմ գցանե, գներկայացնե աշխարհի կամ դիեզերքի ստեղծիչ արարիչ Տեր Աստվածը։ Որ նաեւ ծննդոց կրկին մեջ կտեսնենք իր ստեղծագործությունը Աստված ստեղծեց բարի։ Թշնամին,
որ որում գցանե, ուր գցանե, ծորենի արդին մեջ, չարը։ Եվ ոս կարևոր հարցում մնե, որ մարդոց մտքերը շատ հաճախ գահարցնեն։ Աստված բարի ստեղծեց, Աստուծո ստեղծագործությունը եթե բարի է, ուր եկավ չարը։ Դրամապանական հարցում։ Իրականության մեջ միայն ստեղծիչ և փրկիչ Տեր Աստված կարող է գադարյալ 100% ճշգրտությամբ պատասխանել այս հարցումին։ Ինքն է ստեղծիչը։ Մեր հարցումներում պատասխանները իր կողմն են։ Գադարյալ 100%-ով։ Բայց երբ Աստվածաշունչը սերտելու լանք, պիտի տեսնենք, թե Աստուծո գործագադարներ են, որ Եսայա մարգարեության մեջ ջանցված է որպես Արուսյակ անունով, արդուն ձակող աստղ, և նաև Հովանու ավետարանի մեջ ծանոթ է որպես այս աշխարհի իշխանը, գխոդորի, գշեղի իր առաքելութենեն, բարձաբես Աստուծո գողմե իրեն շնորհված այդ զորությունը չարաշահելով։ Այլ խոսքով, հպարտությամբ նախանցով առաջնորդված, որ մեծակույն մեղքերն են, հպարտություն, նախանց, փորձեց քանթել, փճացնել Աստուծո պատկերով ստեղծված մարդահրաց։ Մեկ հպարտություն, մեկ նախանց գքանթե Աստուծո պատկերով ստեղծված մարդահրացի այդ շնորհքը։ Հետաքրքրական այն է, թե արագին մեջ կտեսնենք, երբ ամեն մարդ քնացած է, թշնամին գուկա եւ որոմ գցանե։ Քողը չի կար երթուն արդուն նստած դան մեջը տես։ Քողը գուկա եւ քնացած ես։ Կամ հոնչ ես։ Եթե հոնչ ես, արդեն քնացած ես։ Եվ եթե քնացած ես, արդեն հոնչ ես։ Չարը գոյություն ունի։ Եվ չարը գործե գախտնի, մութ, ծածուկ ցևով։ Հատկապես երբ մարդը քնացած եւ ուրիշ աշխարհի մեջ է։ Ոչ թե միայն ֆիզիկապես քնացած, այլ նաեւ հոգեվորապես քնացած։ Ուրեմն որպեսի չարին արի չդանք, կնշանակե գանչված ենք արթուն լալ, ըսկաստ լալ, գիտագից լալ։ Իսկ հոգեվորապես արթուն լալ կնշանակե Աստուծո ջամփուն մեջ լալ։ Իր խոսքին, իր գամքին համաձայն, ինչպես որ Սաղմոս 2-ն գսե, քու խոսքդ ով դեր իմ ոտքերուս եւ շավիղներուս ջրակ է, լույս է։ Աստծո սպառազինությամբ զինվիլ կնշանակե։ Ինչպես որ Պողոս առաքյալ գտելացրելով, այսօր համար ծեր վրա արեք Աստուծո սպառազինությունը։ Ինչու։ Որպեսի կարող լա չարության օրը, որ չեն գիտեր երբ, չեն գիտեր ինչպես, չարության օրը դեմ տնել, ու ամեն բան լմնցնել հետո հաստատ գնալ։ Ձեր դերը գայնեցեք մեջքերնի ճշմարտությամբ ամրացնելով, արդարության զրահը հագնելով ու ոտքերնուտ ամրացուցեք խաղաղության ավետարանին բացրաստությունը։ Եվ այս բոլորին վրա, ամեն բանի վրա հավատքին վահանը առեք։ Եվ հավատքին վահանը առնելով, կարող պիտի լակ չարին բոլոր գրագոտ նետերը մարել։ Եվ ապա փրկության սաղավարտը,
որ հոգին սուրը, որ Աստուծո խոսքն է։ Չարը գոյություն ունի, հավատացյալը գանչված է արթուն մնալ Աստուծո խոսքով, եւ հոս Պողոս առաքյալ գարձեք ջամփամը ուղի մը գուտա, թե ինչպես կրդաստեմ տնել։ Սելի հավատագիցներ, ընդհանրապես մարդը առածի մեծակույն փորձությունը հբարդությունն է։ Մեծակույն փորձությունը հբարդություն։ Շատ հաճախ մարդը առած է ինքն իր վրա վստահելով, առանց աստվածային սպառազինության, հոգևորապես քունի մատնված գլա, խոր քունի մեջ, հանցնված, բարձապես, որովհետև Աստուծո սպառազինությունը, հավատքի վահանը, Աստուծո խոսքը մեկ կողմ թրած։ Ինքնաբերաբար հանցնված գլա իր ֆիզիկական դգարություններում, որ գգարձե թե ինք զորավոր է, բայց դգար։ Փորձություններում, որ գգարձե թե ինք զորավոր է, բայց ենթակա փորձության։ Իսկ թշնամին, չարը, եւ տեսե թե մարդը առածը խոր քունի մեջ է, անդարբեր վիճակ, գոկտվի մարդուն դգար այս վիճակեն, անգարողը լալեն, գհարցագի և բարդության գմատնե։ Ինչպես որ այս վիճակը գտեսնենք ովևէ բادرազմի ընթացքին, բادرազմներ աշխարհի ամեն կողմ, եւ բادرազմող կողմերեն մեկը բادرազմի ադեն քնանա։ Երկու անց կգրվին, բادرազմի մեջ են, եթե անոնցում են մեկը կքնանա։ Թիմացինը ինչ պիտի պիտի սպասե որ արդննա։ Ալիթեն պիտի օգտվի եւ պիտի փորձե թիմացինը բարդության մատնել։ Ուրեմն գրգին կանչված ենք արթունը լալ։ Արագին մեջ նաեւ գտեսնենք թե երբ արդի դիրոջ ծառաները գտեսնեն որոմը որ վնաս պիտի դա ցորենին, չարը վնաս պիտի դա փարիին։ Շատ դրամապանական է, որ արմադախիլն են հանեն այդ որոմները, որպեսզի ցորենը ավելի լավ աճի, ցորենը չվնասվի, ինչ որ բնական առաջարկ մներ։ Ինչու, որովհետև մարդը իր ուժին կվստահի։ Բայց արդին դերը գտելացե համբերություն։ Այս բալակային արդին դերը Աստված է։ Եվ Աստված միշտ կհամբերե մարդը առածին, որովհետև Աստված սիրող, կտացող, դերող, ողորմող Աստված է։ Ուժի փոխարեն գշեշտե սեր։ Իրականության մեջ մարդը առածին զորությունը իր ունեցած ուժն է։ Անոր կվստահի, անով կհբարդանա։ Եթե ուժ ունի մեկը, ինքնին զորավոր կգործե եւ հբարդությամբ կառաջնորդվի։ Իսկ Աստուծո ուժը, Աստուծո զորությունը սերն է։ Գհրավիրը մարդը առածը չար ուղություններեն, ջամփաներեն, չար մտածումներեն, խորհուրդներեն, շարժարիտներեն, հրաժարի եւ իրենքա։ Ինչու, որպեսի փրկվի։ Թողամփարիշտը իր ջամփայեն ու անորեն մարդը իր խորհուրդներեն հրաժարի։ Դերոջը դառնա, ու անիկա պիտի ողորմի անոր, ու մեր Աստուծույն վասնզի անիկա արդադաբես կներե։ Իմ խորհուրդներս ձեր խորհուրդները չեն, իմ ջամփաներս ձեր ջամփաները չեն, գսեդեր, հապա որջա որ երգինք եկրե բարձր է, այն չափ ջամփաներս տարբեր են։ Այս պատճառով
Արագի վերջավորության գտեսնենք արդին դերը ասված կփափակի, որ երկուքն ալ ծորեն որում միասին աճին, միասին մեծնան, բայց երբ հունցքի ադենը կա, այն ադեն որոմին աբական գրակն է, ծորենինը գյանք, որոմին անհավադին չարին ավարդը աբական փջացումն է, հավատացյալին փարիին ավարդը հավիտենական կյանքը։ Սելիներ այսօր գապրինք աշխարհի մեջ ուր գադարյալ ազատությունը ունինք, ապրելու մեր ուզածին պես։ Եվ գսեմ մեր ուզածին պես, այսինքն ազատություն ունինք ենթարկվելու մեր գամքին, ինչ որ սիրտս կուզե, ինչ որ միտքս կուզե, ինչ որ ախորժակս կուզե, ինչ որ մտքես կանցնի, գրնա մնել, ազատություն։ Եվ նաև ունենք ազատություն Աստուծո գամքին համաձայն ապրել։ Երկուքն ալ գապրին այս աշխարհի մեջ, գվայելեն անցևը, գվայելեն արևը, թե փարին վրա, թե չարին վրա։ Իմ և քու մեր ապրած կյանքը որու կնմանի, ծորենի, թե որոմի։ Չարը ներկա է, զգուշ ու շատիր, արթունը լալ։ Արթունը լալ ոչ թե միայն չհանձնվել չարին, այլ Քրիստոսով լեցված հավատքով, Քրիստոսագեցուն հավատքով, իր խոսքով, իր զորությամբ, միայն գրնանք չարին գրագոտ նեդերը մատել և ապրիլ վկայությամբ լեցուն։ Հուսահատություն չկա, քաջասրտությամբ, դերը հավատարիմ է, օրհնյալը լաք, ամեն։ Մեր դերոց սորվեցուցած աղոտքը միասնապար գաղոթենք։ Զիքոյ արքայություն, զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը,
Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանե ձեզ, հիմա եւ միշտ հավիտյանս, ամեն։